Մարտունիում փողոցները ինչ վիճակում են, հիշում եք, 2018 թվականից մինչև այսօր մենք Մարտունիում իրականացրել ենք 22 միլիարդ դրամի սուբվենցիոն ծրագիր, 60 միլիոն դոլարի համայնքի եւ կառավարության համագործակցությամբ։ Եվ այսօր նայում եմ, ես չգիտեմ այս որ փողոցներ, որով իջնում էինք մենք բանից, հա? Որ գալիս էինք էլի։ Միասնիկյան փողոցով գալիս էինք եւ ես մտածում եմ եւ ասում եմ, որ ահա այսպեսին պետք է լինի մեր երկիրը, այսպեսին պետք է լինեն մեր քաղաքները, այսպեսին պետք է լինեն մեր գյուղերը։ Բայց ես նաեւ ուզում եմ հետեւյալը ասեմ, 2018 թվականից մինչև հիմա մենք ընդհանրապես Գեղարքունիքի մարզում իրականացրել ենք մոտավորապես 42 միլիարդ դրամի սուբվենցիոն ծրագիր, որտեղ համայնքների մասնաբաժինը մոտավորապես 20 միլիարդ դրամ է, բոլորը իրար հետ 8 տարվա ընթացքում։ Հիմա 2026 թվի համար ժողովուրդ ջան, թվերը հիշեցիք, 18-ից 25 թիվը 42-43 միլիարդի ծրագիր, մենակ սուբվենցիա, կառավարության ուղիղ ներդրում, դրա մեջ դպրոցները օրինակ չի մտնում, ճանապարհները չի մտնում։ 18-ից 25-ը 42 մոտավորապես միլիարդ դրամի ծրագիր, բայց մենակ 26 թվականին, 40-ից մասնաբաժինը համայնքների 20 միլիարդ մոտավորապես, բայց մենակ 26 թվի համար Գեղարքունիքի մարզի համայնքները ներկայացրել են 25 միլիարդի ծրագիր, այսինքն 18-ից 25-ն են 20 միլիարդի ծրագիր, մենակ 2026-ի համար ներկայացրել են 25 միլիարդի ծրագիր, այդ 25 միլիարդից 20 միլիարդը ոնց լինի կհաստատվի, սա գիտեք ինչ է նշանակում, սա նշանակում է, որ այն շինարարությունը, որ դուք 2018 թվականից 25 թվականը տեսել եք, այդ շինարարությունը կրկնապատկվելու է, ավելի շատ ալնելու, կրկնապատկվելու է։